Վերադարձանք գովազդից եւ ինչպես խոստացել էինք, մեր հյուրն արդեն տաղավարում է բանաստեղծ Երվանդ Բարին։ Հույս ունեմ, որ մեր եթերի շնորհիվ շատերդ կճանաչեք ու կկարդաք նրա բանաստեղծությունները։ Բացահայտեք ձեզ համար, այո, Երվանդ Բարին եւ նրա բարի բանաստեղծությունները։ Բարի լույս, Երվանդ Բարին։ Բարի լույս բոլորին։ Ինչու Բարին։ Ով է որոշը։ Ով է որոշը։ Մենք ինքներս ենք որոշել։ Մենք ինքներս ենք որոշել։ Ձեր։ Ես հոգեբուժական հիվանդանոցում պարկել եմ 13 տարի։ Այնտեղ բոլորին օգնում էի, ինչ որ դժվար բաներ ելնել, միշտ իրանց հետ էի։ Հետո իրանք գիտեն, որ ես բանաստեղծություն եմ գրել։ Իրանք ասեցին սրանից հետո ոչ թե Երվանդ Պետրոսյան, այլ Երվանդ Բարին ես դու։ Որտեղ փոխեցին Երվանդ Բարի Պետրոսյան կարող։ Երվանդ Բարի։ Իսկ ինչի մասին են ձեր ստեղծագործությունները։ Մեր ժողովրդի հայրենասիրական, սովորական սիրո երգեր եմ գրում։ Պարոն Բարին, երբ սկսեցիք գրել, ինչ տեղի ունեցավ։ Հիշում եք այդ պահը։ Այո։ Ուրեմն ես մեծացել եմ մանկատանը, իմ հայրն ու մայրս բաժանվել են փոքր ժամանակ, իրանք ամեն մեկ իրանց համար ամուսնացել է, իմ տատս այնց պահե 3 տարի, հետո ինքը մահացել է, ինձ տվել են մանկատուն, էլի։ Իսկ մենք մեծացել ենք մանկատանը որպես աթեիստներ, մեզ ոչ Քրիստոսի մասին, ոչ Աստծո մասին, ոչ այն ժամանակ Քրիստոսի մասին առհասարակ, ոչ միայն մանկատանը չէ, ընտանիքների մեջ էին խոսում։ Հասկանալի է, դե լսեք ինձ ասեմ, էլի։ Հետո որ մեծացա, գործարանում աշխատում էի, մի ընկեր ունեի, ինքը եկա, Երևան Աստված կա թե չկա, ես ասի, չէ, 20-րդ դար, ինչ Աստված։ Ասում է գաս մեր տունը Աստծո խոսքը կլսես։ Ու գնացի այնտեղ, հետո իրանք լավ բաներ չասեցին ինձ, էլի, վերջում էլ սենց են անում, Երևան ասում է Հիսուս Քրիստոս կփրկի քեզ բան կանի, հետո ասում է գնա քեզ սովետական միությունում մարդիկ իրենց սովի պատճառով կամուրջից գցում են, գնա դու էլ քեզ գցի, Աստված քեզ կպահի, էլի։ Այդտենց ես հետո մտքումս ասի Աստվածաշունչը ոնց կարող է այդպես բաներ գրված լինել, էլի, դուրս եք ջղայնություն անկախ իմ հոգումի ջղայնությունը առաջացավ, ես մարդկանց հանդեպ գնացի նոր կտական ճարեցի, սկսեցի կարդալ ու տեսա, որ իրանք սատանայի կողմից են, էլի սատանան է Հիսուս Քրիստոսի մասին։ Գնա քեզ կամուրջից գցի, Աստված քեզ կպահի, էլի, հասկանում ես։ Սատանիստների օգնությամբ դուք գնացիք հասակ Աստծո։ Հետո ես արդեն սկսեցի կարդալ ավետարանը, բանը դարձա Աստծուն, իսկական ու մի առաջի բանը ինքը սկսեց թելադրել բանաստեղծություն, առաջին բանաստեղծությունը գրեցի ինչ բան է կյանքը, հաճախ են մարդիկ հարց տալիս իրար, ինչ բան է կյանքը, դավեությունն են դեմ նենգության, դաբարությունն են դեմ չարիքի, ճշմարտությունն են դեմ խաբկանքի։ Հրեղելն ուր է, որի ճայթունի փայլատակումից, որոտի ծնբոց չարնակամայից բացականչում են մեղաքես տերին։ Դա թթվանքն է անմեղ մանուկի, որ լսելով սերելի մայրը կրծքին է սեղմում անգին իր բալին։ Խոսիր, իմ անուշ, դայլայլ երկնքույս, դայնով մենք լծրվանդը ձոր չկնաղ մեր կյանքի, խոսքով քո ազնիվ, քնքուշը բարի, աշխարհի վրա երջանկությունը թողտագովի։ Ու միջև այդ երբեք չեք գրել։ Չէ, ոչ, մտքովս էլ չանցե, որ ես մի բան գրեմ բանել։ Հետո ես Աստված ինձ թելադրեց, ասում է, էդի ուղարկի Կենտկոմ, էլի։ Առաջ կենտրոնական կոմիտեն են մեր երկիրը։ Այս բանաստեղծությունը ուղարկել է Կենտկոմ։ Ուղարկել է Կենտկոմ, հետո սովետականության կենտրոնական կոմիտեին էլ նամակ է գրել, որ այս խարդախություն, խաբեբանություն, կաշառակերությունը որ վերացնեք, սովետական միությունը կործանվելու է։ Տենց էլ եղավ։ Հետո Դեմիրճյանն էլ վերջում նամակ է գրել նույն բանը, եթե կաշառակերությունը բան չվերացնես, քո վերջը վատ է լինելու, էլի։ Այդտենց էլ գրել է, կանչեցին Կենտկոմ, ասում են, ես ինչ ես գրել, ասի ճիշտ եմ գրել։ Մեկ էլ ասում է, դու ուզում ես քեզ Կենտկոմի ռայկոմի քարտուղար ինչ որ մի բանում շրջանում նշանակենք, ասեցի չէ, Պաշտոն էին առաջարկում դες։ Ասեցի չէ, չեմ ուզում, որովհետև ես Աստծուն եմ արդեն դարել, Աստվածի համար ավելի կարևոր է, քան։ Բայց կարող եք գնալ ինչ որ մի շրջանում, տենց քրիստոնեական համայնք կառուցեիք։ Հա, դե լսեք էլի։
ուրեմն զվանայեցին ինձ տարան հոգեբուժական հիվանդանոց, էլի։ Այդ ժամանակ Հա, տարան հոգեբուժական հիվանդանոց, ուրեմն բժիշկը սենց ան, տղա ջան, ասում է ինչ ես ասում, ասեցի սովետականությունը կորտանվելի է, ուրիշ իշխանություն է գալու, Դեմիրճյանը վերջնել վատալ։ իսկ դա որ թվականին եք դուք Հետո ասում 81 թվականն էր, էլի։ 81 հա Հետո սենց ան, տղա ջան, դու հիվանդ ես։ Հեռու եք նայում, Աս ինչ հիվանդ եմ, ան։ Ասում է, հիվանդ ես, արի մեր պարկի, կբուժվես կգնա։ Եթե գիտեմ սովորական հիվանդանոց, էլի։ Չգիտեիք որ դա հոգի Ես չգիտեի։ Տարան դեռ ներս մտամ եկել անցնում եմ բարի են տալիս տղաներին իմ նման մարդիկ են կանգնած են մեկ ասում է պապրոզուն ես ասում եմ այդ պապրոզ տվեցի իրան ծխելը վնասակար են ջան մեկն էլ եկավ ասում եմ մի ռուբլի փոխտու չայ վերցնեմ այդել տվեցի իրան գնացի վերջը հետ եկա տեսնեմ դուրը բաց համառը շոկ էր թողել եմ դուրը բաց մնար էլի ես էլ եկա սուսպուս ասեք գնամ դուրս մի քիչ ման կգամ էլ հետ կգամ Այդտենց սուսպուս գնացիմ 3-4 մետրան, եկան հարցակվեցին, վրես բռնեցին, թևերից բան, վեցին, տարան սրսկեցին, տարան դրեցին, տեղերից վրա, ես էլ ասի, ես սուն եմ ընգեն։ Ու քանի տարի մնացիք այդ։ Այդտե վերջում էլ, ամենավերջում 13 տարի, սովետական միությունը պրծավ, ես էլի հիվանդանություն էի։ 91 թվականին փլուզեց, ահա։ Բայց այդ վաղտ ինձ մեկ դուրս էին թողել Այդ 10 տարի դուք այնտեղ եք։ Չէ, այդ ժամանակահատվածում 6 ամիս, մի տարի Բարբերաբար, հա։ Իսկ որ սովետականություն փլուզվել չէ, այս իշխանությունները 13 տարի տարան այնտեղ հիվանդանություն, Սևանի հոգեբուժական հիվանդանություն 91 թվականից հետո եւս 13 տարի։ Հա։ Այդ վաղտ չեն թողում, ընդհանրապես դուրս չեն թողում, էլի։ Դա այս ամենը ինձ նմանացնում է Պաոլո Կոելյոյի ինքնակենսագրություն, այն նայել է ունեցել այդպես։ Իսկ ռոք երաժշտություն նվագել եք երբևիցե։ Չէ։ Ի տարբերություն Պաոլո Կոելյոյի ոչ։ Երգ եմ գրեմ։ Երգ եք գրում։ Եթե կարելի է երգ Երգեք, կարող եք կարող եմ Այո, երգել։ երգեք։ Սիրուն հաղթող չկա ոչինչ, սերն է միայն հաղթություն։ Սիրուն հաղթող չկա ոչինչ, սերն է միայն հաղթություն։ Կինարանց սեր նույն է կարտեղեց, սիրուն ծաղիկ նարանբուր։ Ով է տեսել մեղուն սիրո, ամբույր ծաղկին մոտենա։ Ով է տեսել մեղուն սիրո, ամբույր ծաղկին մոտենա։ Թե քեզ սիրեն, բայց չսիրվեն, դժբախտների դու ես դու։ Թե քեզ սիրեն, բայց չսիրվեն, դժբախտների դու ես դու։ Դու ուզում ես հաղթել սիրուն, երբ չգիտես սերն ինչ է։ Դու ուզում ես հաղթել սիրուն, երբ չգիտես սերն ինչ է։ Սիրուն հաղթող չկա ոչինչ, սերն է միայն հաղթություն։ Սիրուն հաղթող չկա ոչինչ, սերն է միայն հաղթություն։ Մարդը թեկուզ արքալինի, բայց առանց սերը ոչինչ է։ Մարդը թեկուզ արքալինի, բայց առանց սեր ուրիշ ոչինչ է, օդոն սեր գեղեցկուհի, իմ խրատը այս է քեզ, սիրելն արդեն հաղթանակ է, չսիրելը պարտություն։ Առաջարկել եք երբևիցե այս երգը ինչ որ հայտնի կատարողի։ Չէ, Իվետա Մուկուչյանի, չգիտեմ ունդը։ Ոչ մեկն էլ չիմացա։ Երաժշտությունը եւս դուք եք գրել։ Մգեր Արմենիային։ Ինչ որ Մի մարդկանց։ քիչ որ լավացի, սխալվեցի, Ոչ, Չկա։ Հիմա որ սխալը եկեք մենք չենք հասկանում, որտեղ սա ձեր խոսքերն է, չէ՞։ Ուզում հասկանալ։ Աստված ավելի բան։ Իսկ երբե փորձել եք առաջարկել։ Չի։ Ահա, գուցե մեր եթերը հնարավորություն է առաջարկել։ Իսկ սա հոգևոր սիրո մասին էր ավելի Չէ, շատ։ իսկական սիրո մասին ես մի կնոջ սիրում եմ, որը
Անթար ասում էր, ինչ չելանես, ես քեզ չեմ սիրի, ես էլ այդ բանաս երկը գրեցի, ու դեն Այմա փոշմանել է։ Այմա փոշմանը, հասկան Աննը հասմիկ է։ Հասմիկ, տեսնում եք, որ դուք փոշմանեցիք։ Դուք տեսնում եք, ուր է ասե պարոն Երևանդը հասմիկ։ Իսկ դուք նրան ասում եք, ես մեկը քեզ չեմ սիրի։ Իսկ նա ձեր մասին բանաստեղծություն է Ամեն գրել։ դեպքում Պետրական Լուարայի մասին է գրել, դուք հասմիկի, այո, սա ձեր լսել են աջեր Լուարա եւ բանաստեղծությունները։ Լաուրա։ Չէ, ման, չէ։ Հիմա լսած կլինի հիմա։ Հենց հիմա Իմացած կլինի։ Գիրք եք տպագրել պաստորեն։ Ձեր Չէ, բանաստեղծություններով լրիվի մեջ չէ, եսի անցյալը չի լրում, 100 ամյակի կապակցան եղերն էլի, ժողովուրդը ինտերնետից իմ բանաստեղծությունները վերցրել էր, ամեն գրողից 6 հատ բանաստեղծություն իրանք ժողովրդան վերցրել։ հեղինակները, գրողներ էլի, վերցրել են։ Հասկացա։ Այդտեղ ձեր բանաստեղծությունները 6 հատ իմ բանաստեղծություն տպել են։ Իսկ դուք Instagram-ում, Facebook-ում Հա, առաջ մեկ բանաստեղծությունները դնում եմ, ժողովրդին ասում եմ, հետո հիմա այդքան չեմ։ Պաստորեն դուք կարողանում եք օգտվել Facebook, Instagram, Թե ինչ որ մեկը ձեզ օգնում է։ Չէ, Facebook-ից մեկ էլ բանից, YouTube-ում կարող եմ օգտվել, բայց չէ, մեկ էլ է, հազարից մեկ այդքան ոնց են հավեսություններ էլի։ հավեսություն եք։ Լավ, դե հիմա եկել եք ստեղ, հավեսով եկել եք մեզ։ Եվս մեկ բանաստեղծություն խնդրում եմ, մի հատ կարդացեք ու ավարտենք այսօրվա եթերը, Տիկին Հասմիկը լացում է, այնտեղ ասում է հերիք եղավ բոլերով սենց։ Ինչու չընտրեցի պարոն Երևանդին։ Հայոց դատը, Հայաստան աշխարհ երկիր հայրենի, կյանքի մայի հավերժի ճամփաբաժնում դու եղել ես լուսեպսակ հավերժության խորհրդանիշ, որքան էր որ ոսոխը մենք ցանկացել է ջնջել կյանքի տանն քո գոզավակ հայոց ազգին, հանդիպել է չարը դաժան սասնադավթի թուրքեզակին, ճիշտ է սակայն, մնացել ես մի բուր միայն, բայց դու կազդորը կմնաս անդորակետ մի մարգարիտ մարդության մեծ ընտանիքում, ու քո բարի ազգոսեն կլինի աթար մի դատավոր Աստծո աղեղ դատաստանին։ Այդպես էլ լինելի է, բարին մենք ենք, մենք էլ կհաղթենք։ Երևան բարին ես մեր եթերում, այո, բարին մենք ենք, մենք էլ կհաղթենք Աստծո ուժով։ Աստծո անպայման։ Շնորհակալություն, մաղթում են ձեզ ամենալավ բաները, եթե Հասմիկը չէ, ապա ինչ որ մի գեղեցկուի ձեր կողքին լինի, որ նորից բանաստեղծություններ ծնվեն։ Վերջին հարցը, բանաստեղծը լավ է գրում, երբ որ ունի կողքին իր կեսը, թե ավելի լավ է գրում, երբ որ երջանիկ չի, սիրո մեջ։ Բանաստեղծը լավ է գրում, երբ որ Աստծո հոգին իր հետ ալի, մնացած արդեն ոնց ասեմ։ Բանաստեղծի կամքով է, էլի։ Չէ, հիմա պետք է որ ձեր կողքին լինի գեղեցկուի, Որ լինի լավ կլինի, որ լինի լավ կլինի, այո։ Աստված եւս սեր է։ Այո, Աստված եւս սեր է, բայց նաև լավ, շարունակենք։ Գովաշ Չանթի հետ։ Գովաշ Չանթի եթերում շնորհակալություն պարոն Երևանդ բարին, որը այսքան բարձրացեց իմ տրամադրությունը Ոչ միայն ձեր։ Տիկին Հասմիկին լացացրեց։ Մնացեք մեզ հետ։